Մոտ 3 ժամ առաջ Արմավիրի դատարանի դատավոր Սերժ Ուշանյանը որոշեց կաթողիկոսի և 6 սրբազանների գործը ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ պարզվի, թե արդյոք ճիշտ է, որ վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների դատավարությունը տեղի ունենա Արմավիրի դատարանում։ Նա նշեց, որ մեղադրանքի մեջ վրիպակ է նկատել։ Օրինակ հստակ չէ, թե հենց Էջմիածնում մայրաթոռում է կաթողիկոսի տնօրինությամբ կայացվել Արման Սարոյանին կարգալույծ անելու որոշումը։ Հարցն այն է, որ գործը պետք է քննվի ենթադրյալ հանցանքի կատարման վայրում։ Վերլուծաբանների տպավորությամբ երիտասարդ դատավորը պարզապես խուսափում է դատել վեհափառին, սակայն ինքը վստահեցնում է, որ ոչ։ Դատարանը այս փուլում ամեն դեպքում պետք է պարզաբանում է, որ ես ամենայն հավանականությամբ ուղարկելու դեպքում եթե ոչ բարձրացվի, չեմ պատրաստվում որևէ կերպ անաշխատունակության վիճակում գտնվել, չեմ պատրաստվում արձակում վերցնել, չեմ պատրաստվում հուսափել այս գործիքներից։ Ավելի վաղ օգոստոսի 7-ին Արմավիրի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն էր հրաժարվել կաթողիկոսի գործի քննությունից, ինքնաբացարկ հայտնելով. Դատավորները հասկանում են, որ խնդրահարույց գործ է, որի քննությունը իրենց խղճին է։ Դատավորի որոշման այսպես է արձագանքել փաստաբան Արա Զոհրաբյանը։ Մենք այսօր ականատես եղանք, որ դատավորը նույնպես չցանկացավ այս գործը քննել։ Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, որովհետև մենք կարծում ենք, որ ամենահայաց կաթողիկոսի տնօրինությունը, քանի որ Էջմիածին քաղաքում է ընդունվել, ապա գործը պետք է քննվեր այս դատարանում։ Դատավորը այդ կարծիքը չուներ։ Մի կողմից սա խոսում է նաև նրա մասին, որ դատավորները բոլոր դեպքերում հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմից ուրեմն իրենց խիղճն է, ի վերջո արդարությունը, ճշմարտությունը, մյուս կողմից քաղաքական ճնշումը եւ այս առումով երևի թե այս ճանապարհն են փնտրել եւ գտել։ Այսօր սկսված դատական նիստի սկզբում քննվել էր Արման Սարոյանի, նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը, որ նիստը դեռ ըմբակ անցկացվի։ Սարոյանը պնդել էր, որ իր դեմ մեդիա արշավ է տեղի ունենում։ Ինքը ստացել է մահվան սպառնալիքներ, հետևաբար միջնորդում է, որ նիստերին ներկա չլինեն լրագրողները։ Վեհափառի փաստաբանները առարկել էին եւ դատարանը որոշել էր նիստը անցկացնել դռնբաց։ Մինչև դատական նիստի մեկնարկը մի պահ լարվել էր դրությունը դատարանի բակում։ Վայ անամոթ, Դա այն պահն էր, երբ ոստիկանների ուղեկցությամբ դատարան էր եկել Արման Սարոյանը։ Դատարանի բակում հավաքվածները վանկարկում էին տականք եւ ամոթ։ Վեհափառը ու 6 սրբազանները մեղադրվում են աշխարհիկ դատարանի որոշումը չկատարելու համար։ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու կաթողիկոսի որոշումից հետո դատարանը պարտավորեցրել էր նրան վերականգնել իր պաշտոնում, սակայն մայրաթոռը հրաժարվել էր։ Ավելին, կարգալույծ էր արել Գևորգ սրբազանին, Արման Սարոյանին, մայրաթոռը դատարանի վճիռը համարել էր միջամտություն եկեղեցու ինքնավարությանը։